Երբ ասում եք, որ Ադրբեջանը օրով ամսաթվով ասում եք հարձակվելու է մեր վրա, ես չեմ կարողանում ինձ արդեն զսպել ու չհարցնել, պայմանավորվել եք։ Պայմանավորվել եք։ Ես չեմ հասկանում, ինձ այս անդադար ինչ մոլուցք է, կգաք կխոսեք, էլի գալու եք խոսեք մեկը։ Ձեր հետ խոսելը սովորություն է։ Լավ, այդ շեղումների մասին ավակայում, բայց լավ, թողնենք, հիմա։ Հատ վերականգնեք Կրիստինե Վարդանյանի ժամանակը։ Կարող եմ շարունակել։ Սկսենք սկզբից։ ԿՊԱ-կաններ, երբ գալիս եք ու օրով ժամով ասում եք, որ Հայաստանի վրա հարձակվելու են, ամսաթիվ եք նշում, պայմանավորվել եք այդ հարձակման մասին, որտեղից գիտեք այդ օրը, ժամը, որտեղից ձեզ այդ տեղեկությունը։ Երբ գալիս եք ու ասում եք, որ մենք չլինենք, պատերազմա լինելու, ձեր համար նորություն ունեմ, ժողովուրդ, դուք եղել եք, 8 տարի եք կաք, ու չեմ կարողանում հաշվել քանի պատերազմա եղել ու հարձակում Հայաստանի վրա, հասկանում եք։ Երբ ասում եք դուք լինեք, պատերազմա լինելու, ժողովուրդ էլի նորություն կա ձեր համար, մենք եղել ենք 10 տարի ու պատերազմ չի եղել, տեսնում եք այդ տարբերությունը։ Հիմա, երբ ասում եք այս ամբիոնից ձեր առաջնորդը, որ գիտակցաբար գնացել ենք զոհողության 2020 թվականին, այդ ինչի մասին է, այդ ինչ գիտակցաբար զոհողություն է, խոստովանում եք, որ պատերազմ եք սկսել, ինչ գիտակցաբար զոհողության մասին եք խոսում, 2020 թվականին եղել է պատերազմ ու հարձակում, միջև երեկ մենք գիտենք, որ Ադրբեջանը հարձակվել է մեր վրա, հիմա դա գիտակցաբար զոհողություն է, ինչ է դա նշանակում, այսինքն պլանավորել էիք դա, որ անկախանանք, այս ինչ խոստովանություն է, երբ հիմա 2026-ին 8 տարի իշխանություն լինելուց հետո գալիս եք ասում եք, խնդրում ենք, մեզ մանդատ տվեք, որ խաղաղություն բերեք, 2021-ին ինչ էիք ասում, երկա թե մանդատ չէիք խնդրում խաղաղության համար, խոշորաշոր նույն խոստումը չէիք տալիս, նույն պլատֆորմը չէիք ներկայացնում, իսկ սիրելի հայրենակիցներ, 2021-ից հետո ինչ տեղի ունեցավ, ոչ մի բան, ձեր համար ոչ մի բան չի եղել, չէ, Լուսինե Բադալյան, գիտեմ, 2021-ից հետո տեղի ունեցավ Արցախի հայաթափում Լուսինե Բադալյան, էլ Արցախահայեր չեն ապրում Լուսինե Բադալյան Արցախում, 2021-ից հետո տեղի ունեցավ հարձակումներ Հայաստանի վրա Լուսինե Բադալյան, եւ արդյունքում Երևանի չափ տարածք Լուսինե Բադալյան օկուպացված է Ադրբեջանի կողմից, ձեր համար դա ոչ մի բան է, իհարկե։ Սիրելի հայրենակիցներ, երբ ձեզ ասում եմ, որ ընդդիմադիր ուժ ուզում է գա ու պատերազմ հրահրի, խնդրում եմ, մի հատ տրամաբանությունը պատկերացրեք, էլի, այսինքն մեկը կա ընդդիմադիրներից, ասում են աթոռակռիվ են անում, աթոռակռիվ է անում, ուզում է գա իշխանության ու պատերազմ լինի կորցնի այդ իշխանությունը, այսինքն ո՞նց տենց բան կարա լինի, էլի, որ մի ուժը կարա այս վիճակում էնել, ուզենա որ գա իշխանության ու պատերազմ լինի, բայց ինչ ենք պայքարում իշխանություն իրավիճակ փոխելու համար, այսինքն դրա տրամաբանությունը ո՞րն է։ Երբ 8000 անգամ այս ամբիոնից գալիս եք Պողոս Պողոսյանի անունն եք տալիս, ԿՊԱ-կաններ, ինչքան ուզում եք տվեք, կլինի մի անգամ, մի տեղ, ամբողջական, հրապարակեք, 44 օրյա պատերազմում զոհվածների անունները, որ ստեղից ընդեղից չկարողանանք տվյալներ բան անենք, պեղենք, որ պլյուս մինուսով էլ չխոսեք հրապարակների մասին։ Պարսիլյան, դուք ոնց որ ուզում եք իմ ժամանակը էլի վերականգնեն։ Հիմա, սիրելի հայրենակիցներ, հիմա նոր հնարք են սովորել, երբ այսքան բանը ասում ենք, ախր դուք խոստացել էիք Հադրութի ու Շուշիի դեօկուպացիա, ձեզ էլի խոստացել են խաղաղություն, ի վերջո կարմիր գծերից սկսած խաղաղություն ոչ մի խոստում չեն պահել, այս մարդիկ, ասում ենք Արցախի հարցով էս հայտարարություններն եք արել, երաշխավորների հարցում էս հայտարարություններն եք արել, հեսա կգանք դրա, նոր հնարք են սովորել, ասում են հա դե փոխվել ենք, սխալվել ենք այն ժամանակ, բան ենք արել, ինքնահայեցողության ենք ենթարկվել, մեկը ինձ կարող է բացատրել ԿՊԱ-կաններ, հայրենիքի հարցում ո՞նց է կարելի սխալվել։ Կարելի է սխալվել հաշվարկների հարցում, մայկայի հարցում,
Ինչ է նշանակում, դուք մի բանի ասել եք հայրենիք, հիմա ասում ենք դուք ասել եք, որ դա ձեր հայրենիքն է, ասում եք սխալվել ենք։ Հայրենիքի հարցում ո՞նց կարելի է սխալվել։ Ժողովուրդ ջան, հայրենիքի հարցում սխալվողներին ո՞նց կարելի է վստահել։ Այս մարդիկ եթե հայրենիքի հարցում են սխալվում, ինչ հարցում էլ չեն սխալվի։ Ժողովուրդ ջան, ո՞րն է ձեր երաշխիքը, որ 6 ամիս հետո չեն գալու ստեղ կանգնեն ու ասեն, այն ինչ որ հիմա ենք ասում, սխալվել ենք։ Սխալ ենք հաշվարկել։ Իրավիճակ է փոխվել։ Ես մի հատ էլ հարց ունեմ, գուցե հռետորական, բայց եթե ելույթ եք ունենում, խնդրում եմ պատասխանեք։ ՔՊ-ականներ, երաշխավորներից ղեկն ես դիվահարվում։ Անկեղծ եմ ասում, ինչ խնդիր կա երաշխավորների հետ։ Երաշխավորի ինստիտուտի հետ ինչ խնդիր կա։ Կարող է ձեր խնդիրն է, որ ընդդիմությունից եք լսել դա, բայց խնդրում եմ իմ ընդդիմության առաջնորդների իրանցը մի լսեք, Նիկոլ Փաշինյանի ելույթները դրեք լսեք 6 ամիս առաջվա։ Ինքն էր ասում, որ եթե առանց երաշխավորների ցանկացած թուղթ ստորագրել, նշանակում է, որ 12 ժամ հետո կարա պատերազմ լինի։ Հասկանում եք, այս թեզին պատասխանեք, Քրիստինե Վարդանյանին, Աննա Գրիգորյանին մի պատասխանեք, Նիկոլ Փաշինյանն էր ասում։ Հիմա այս երաշխավոր եւ ասում ենք խաղաղությունը երաշխավորված պիտի լինի, ինչի եք դիվահարվում։ Ինչ խնդիր կա երաշխավորների ինստիտուտի հետ։ Այմար դուք ասում եք այս պետության հետ ունենք գերդրացիական հարաբերություններ, բացառիկ։ Մենք երաշխավորի անուն չենք նշել, կարանք իրան բերենք։ Ինչի եք սենց հերոսաբար պայքարում երաշխիքների դեմ։ Ձեր պատկերացրած խաղաղությունը Ալիևի կամքից պիտի կախված լինի։ Այսինքն գիտեք խնդիրը որն է, որ իրականում դուք ունեք երաշխավոր, անգամ երաշխավորներ ունեք։ Ուղղակի անունը չեք տալիս, որ հայ ազգի տրամադրությունը չփչանա երևի։ Ալիևն է ձեր այս ստատուս քվոյի երաշխավորը, էդ է ամբողջ հարցը։ Հիմա, ասում է, ժողովուրդ ջան, ձեր առջև ընտրություն չկա Ղարաբաղյան շարժումը շարունակել թե չշարունակելու, ձեր առջև ընտրություն չկա խաղաղություն թե պատերազմի, Ղարաբաղյան շարժումը այն բովանդակությամբ, որը 88-ին սկսվել է, այս մարդիկ ավարտել են Ալիևի ուզածով։ Ձեր առջև ընտրություն կա եղածը պահելու, ուժեղանալու կամ եղածնել կորցնելու եւ մեր իրավունքները պաշտպանելու։ Ձեր առջև գիտեք ինչ ընտրություն կա։ Ես օրինակ չեմ հասկանում, ասում եմ Արցախահայերի վերադարձի իրավունքի հարցը փակ է։ Ով կարա փակի։ Մի հատ կարաք բացատրեք։ Ես կարամ փակեմ, ստեղից մեկը իրավունք ունի փակելու, բացելու տենց հարցեր։ 100,000-ից ավել մարդ կա, ապրում է Հայաստանում, ասում է ես իմ տուն եմ ուզում գնամ։ Հիմա ես ուզում եմ տեսնել այդ մեկին, որը կարա գնա այդ մարդու առաջ կանգնի, ասի չես կարա դու քո տուն գնաս։ Չպիտի դու քո տուն գնաս։ 150,000-ից ավել մարդ կա, ասում է իմ հայրենիքն է Արցախը։ Ես ուզում եմ տեսնել այդ մեկին, որ կարա որոշի ինչ որ մեկի փոխարեն, ինչն է հայրենիք, ինչը չէ։ Միլիոնավոր մարդիկ կան աշխարհում, հայեր, ասում են Արարատը իմ ինքնության հիմքն է։ Հիմա ԿՊ-ն ասում է այդ հայերը պատերազմ են հրահրում, տարածքային պահանջներ ունեն։ Ես ուզում եմ տեսնել, էլի, այսինքն ով որ մեր 5000-ամյա մշակույթին, ինքնության հիմքերին բան անում, ԿՊ-ն որոշում է։ Պատերազմը հրահրում թե չէ, ԿՊ վարչության բանն է, էլի տիրույթում է, որոշում են Հակոբ Ասլանյանին հեռացնում են թե չէ, հետո հրապարակում են այդ վիդեոն, մեկ էլ բան են անում, որոշում են ինչ է մեր ինքնության հիմք, ինչը չէ, ով հայրենիք կարա ունենա ու որն է այդ հայրենիքը։ Դրա համար, սիրելի հայրենակիցներ, չէ, ձեր ընտրությունը պատերազմի ու խաղաղության միջև չի, տենց բանավեճ Հայաստանում չկա, պատերազմի կողմ չկա Հայաստանում։ Այդ դիսկուրսի երկրորդ կողմը չկա, բայց պատերազմ բերող ուժ կա, ուժ, որի օրոք ամենաշատ պատերազմներն են եղել, այդ ուժն էլ կա։ Ձեր ընտրությունը, այս ուժը մեզ ինչ է, 8 տարի է իշխանությանը, մի հատ նարատիվ առաջարկել, ինչ ուզում են զիջենք, որ կարողանանք մնացածը փրկել, իրանք տենց են ձևակերպում։ Ինչ ուզել են Ադրբեջանը զիջելա, հիմա հասել ենք այնտեղ, որ ասում են սահմանադրությունը փոխի, նոր տարածքային պահանջներ ունենք։ Օգոստոսի 8-ին թուղթ են ստորագրում, ասում ենք վերջնական խաղաղությունը եկել, բայց դեռ հաջորդ օրը հայտարարում են, որ Հայաստանի տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ։ Այսինքն այս քաղաքական գծի մեջ է, որ երաշխավորված կործանումն է ու հնարավորության միջև է, որ փրկենք այն ինչ որ գոնե կա ու մեր իրավունքները կարողանանք պաշտպանել։ Սրա միջև է։ Ձեր ընտրությունը, սիրելի հայրենակիցներ, հիմա իմ դիմաց խորհրդանում նստած է падգամավոր, ով բացահայտել է, հասկանում եք, Հայդատի գրասենյակը բացահայտել է, որ այս падգամավորին առաջարկում է ադրբեջանական ընկերությունը որպես խոսնակ ամերիկյան լրատվականներին, որ գնա Հայդատի գրասենյակների դեմ խոսի։ Հասկանում եք, Մարիա Կարապետյանն ասում է, ես կապ չունեմ այդ ընկերության հետ։
Ենթադրենք Մարիա Կարապետյանը ճիշտ է ասում։ Դուք իմ կապ չունի։ Մարիա Կարապետյան, եթե դուք ձեր գործունեությամբ նենց եք աչքի ընկել, որ առանց կապ ունենալու ադրբեջանական ընկերության հետ, ինքը ձեզ որպես խոսնակ է առաջարկում ամերիկյան լրատվականներին, ես չգիտեմ որ տարբերակն է ավելի վատ, որ դուք ուղիղ կապ ունենայիք, թե որ ձեր գործունեությունը այնքան դրական գնահատված լիներ, որ առանց կապի ձեզ խոսնակ առաջարկեին։ Հասկանում եք, էս է խնդիրը։ Էս է ձեր ընտրությունը։ Ձեր ընտրությունը էս մտածողության ու էս նարատիվի ու եղածը պաշտպանելու, վերականգնելու, քաոսը վերջացնելու, այս պարակտումը վերջացնելու միջև է։ Հուսամ դուք կընտրեք ճիշտը։